Աժն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները մտքերի փոխանակման համար ամբիոնի մոտ է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Падգամավորը զարմանում է, թե ինչու է ընդդիմությունը դեմ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի Հայաստան ներկրմանը։ Պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր գնալ եւ ուղիղ առանց մանևրելու ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ։ Թունյանի հարցադրումից ոգեշնչված Ռուբեն Ռուբինյանն է մոտենում ամբիոնին։ Ավելի հեռուն գնամ, էլի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, իսկ ես վստահ եմ, որ ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը եւ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմը եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը առ այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Օրինակ հիշում եմ Քոչյանի ասուլիսը, այնտեղ ասում էր, այս ամեն ինչի ինչ իմաստ ունի, եթե Հայաստանը դեպի Իրան եւ Ռուսաստան չի ստանալու կապ։ Չգիտես ինչից էր վերցրել, որ չի ստանալու։ Հիմա բայց այս միակողմանի զիջելը ոնց է արտահայտվում, նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Ընդդիմադիր падգամավոր Գեղամ Մանուկյանն էլ իշխանությանն է հարց ուղղում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար նով է Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյանը։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախների իսիրույն ասում է, գիտեք, ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային, որ ցորենը Ադրբեջանի տարածքով, բայց այդտեղ մի կարևոր բան կա։ Առաջի պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարայինք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, այնտեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյոք Ժորժ ջան, արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Հետո Ադրբեջանի կողմից սխալների հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումի հետևանքով մեր ցորենի մատակարարումը առնվազն 20%-ը կորցրեցինք։ Եվ հիմա անկած դրսից փորձում եք ինչ-որ մի բան մուրալ ձեռք բերել։ Մյուսը Հայաստանի Հանրապետության վարելահողերը 40%-ից ավելին 50%-ի չափով չեն մշակվում։ Դրա մասին այդ ուղղությամբ ինչ է կանում, թե ախք քարտուղարը, որ ասում էր ցորեն չկա, բրինձ կուտենք, բրինձ բերեք։ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրից օգտվելու համար նախատեսված տարիքային շեմը կհանվի։ Նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև շողակաթ հեռուստաընկերությունը փակելու նախագիծը։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամ է, նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ներկա չէ։ Այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ չկա կամ շատ դժվար է գտնել, ասաց Փաշինյանը պատասխանելով падգամավորի այն հարցադրմանը, թե ինչու է վարչապետը որոշել կիրակի օրը մասնակցել Հովհաննավանքում Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին։ Հովհաննավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է եւ ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ամբողջ այդ վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք այս ընթացքում Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը եւ դա
հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են հովանավանքում հոգևոր կյանքով ապրել։ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց կաջակցի կարգալույծ եղած Տեր Արամ Քահանային վերականգնել իրական հոգևոր կյանքը։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ, որ ասում են եկեղեցի կառավարություն բանը, կոնֆլիկտը։ Մենք ոնց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, Հայաստանյան Ծառաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ոնց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք Հայաստանյան Ծառաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Նրա ուխտը ոտնահարողների հետ եւ բոլոր այդ մարդիկ կարգալույծ են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև կվերադարձվեն այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Վարչապետը վաղարշապատում կայանալիք ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնում։ Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Եվ սա եղել է եւ կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելով ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Այսինքն ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի, որ մտածի հազար ներողություն։ Այս ներկուսակցական թեմաները բերեցիք ազգային ժողովի ամբիոն, այս լավ չի։ Ինչպես այն քաղաքական ուժը, որի սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի մտածել, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունը ավելի հետաքրքիր է, այդ ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար եւ քաղաքական գործի համար։ Փաշինյանն ընդդիմության բացակայությունն այսպես է մեկնաբանում։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը Փաշինյանը նշեց. Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ոչ թե իմ մտքերի, այլև իր մտքերի ու գործողությունների պատճառով։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։